Հարգելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ Եվրոմեդիա 24-ի եթերում։ Այսօրվա մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն մաշկային ստացիոնար բաժանմունքի ղեկավար Արամ Շավերդյանը։ Բարև ձեզ, բժիշկ, շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ուրվա հետ։ Շատ լավ։ Հարցս այսպիսինն է, երբևէ չեք վախեցել, որ կարող եք ձեր բուժառույց վարակվել, որովհետև այդպիսի մասնագիտություն ունեք, մաշկաբանություն, վարակներ եւ այլն, ունեցել եք այդ մտավախությունը, որ այնուամենայնիվ կարող է դուք էլ վարակվեք։ Եթե աշխատանքը կազմակերպվի գրագետ, հետևենք մինիմում սանիտարահիգիենիկ հսկողության, ասեպտիկայի, անտիսեպտիկայի կանոններին, ապա վախերը անհիմն են լինելու։ Կարող եմ հարցին մի փոքր ավելի հումորով պատասխանել, հաշվի առնելով, որ մասնագիտությունը մաշկավեներաբանությունն է, իսկ սեռավարակների հետ վարակվելու հետ կապված այդ վախերը ընդհանրապես վարքագծային են լինելու։ Այսինքն ավելի շատ պետք է վախենալ նմանատիպ մտքերի վարքագծի պատճառով հիվանդի հետ նման հարաբերություններից, որ վախենանք սեռավարակներով վարակվելու համար։ Խորհուրդ չի տրվում նման հարաբերություններ, փաստորեն բնականաբար հասկանալի է։ Բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները ավարտվում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններով։ Ինչ վերաբերում է մաշկային վարակիչ հիվանդություններին, ապա մաշկային վարակիչ հիվանդությունների պարագայում պետք է հիշել մինիմալ պահանջները, որոնք որ բոլոր բուժհաստատություններում կիրառվում են, սկսած ձեռքի կանոնից, որ ձեռքով հիվանդներին դիպչել չի կարելի։ Կարող եմ մի թեթև Մայո կլինիկայի հետազոտության տվյալները հիշելով, ներհիվանդանոցային վարակների մեծամասնության պատճառը հանդիսանում են բժիշկների ձեռքերը։ Իսկ եթե մենք աշխատում ենք ձեռնոցներով, ապա ոչ միայն մենք չենք վարակվի, այլ նաև հիվանդին ներհիվանդանոցային վարակի փոխանցելու հավանականությունը կլինի մինիմումի։ Շատ լավ, իսկ բժիշկները պարբերաբար որոշակի ստուգումներ անցնում են, արդյոք այնպիսի հիվանդություններով կարող է անհայտ տառապել, հա, բժիշկը, որ դա ուղղակի չի կարելի թույլ տալ պացիենտներին մոտենալ։ Սանիտարահամաճարակային նկատառումներից ելնելով բոլոր բուժհաստատություններում բժիշկները տարվա ընթացքում անցնում են հետազոտությունները, հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները, մեր պարագայում այն բոլոր հիվանդությունները, որոնք որ կարող են փոխանցվել արյան կոնտակտի տարբերակով, օրինակ հեպատիտների առումով պատվաստված են բուժանձնակազմը։ Մնացած բոլոր հետազոտությունները, սկսած քսուկների ձեռքի վրայից, վերջացած կրծքավանդակի ֆլուորոգրաֆիկ կամ արդեն ռենտգեն հետազոտությունները պարբերաբար բոլոր բուժհաստատություններում, այդ թվում մեր հաստատությունում դրանք իրականացվում են։ Շատ լավ, եւ հետաքրքիր հարց էսպիսի պսորիազը վարակիչ է, թե վարակիչ չէ։ Շատ դեպքերում գիտեմ, որ այդ հարցը որպես կանոն ամեն դեպքում դիմացի մարդը, որ տեսնում է դիմացինը պսորիազ ունի, ամեն դեպքում խորշում է, հա, այդ մարդուց կա այդպիսի բան վստահեցնում։ Խորշալու հետ կապված մենք պետք է ավելի շատ մտածենք մեր հասարակության բժշկագիտական կրթության, մարդկանց մեկը մյուսի իրավունքները եւ արժանապատվությունը հարգելը, որտեւ եթե անգամ վարակիչ հիվանդությունների մասին է խոսքը լինելու, կան տարբեր տեսակի վարակման ուղիներ եւ միջոցներ։ Ինչ վերաբերում է մաշկային հիվանդություններին, հաշվի առնելով, որ մաշկային հիվանդությունները տեսանելի են, տեսանելի լինելու պատճառով արդեն այդ մարդկանց, այդ տառապանքը ունեցող մարդկանց ֆիզիկական, ֆիզիոլոգիական ցավին նաև գումարվում է հոգեկան ցավը, ձեր ասած խորշելը։ Եթե ձեր ասած օրինակին պսորիազը աուտոիմուն հիվանդություն է, խրոնիկ ընթացքով, ու նա վարակիչ բնույթ չի կրում։ Տարածվածության տեսակետից ըստ վիճակագրական տարբեր տվյալների 8-ից մինչև 11% բնակչության մոտ կարող է հանդիպել։ Այսինքն մենք մտածում ենք, որ 100 հոգուց 8-ից 10 հոգին հասարակության կողմից արդեն ունեն ոչ բավարար գիտելիքներ, անարդար վերաբերմունք։ Այո, եւ հետաքրքիր է
որքան հաճախակի է զուգորդվում հոգեբանի աշխատանքը այս պարագայում, նաև եթե բուժառուի մոտ առկա է տեսանելի մաշկային խնդիրներ, վստահ եմ, որ հոգեբանական խնդիրներն էլ զուգահեռ կլինեն եւ ինչքան հաճախակի եք ուղղորդում նաև հոգեբանի հետ աշխատանքին, թե այդ աշխատանքը նաև դուք եք փորձում իրականացնել։ Հին ասացվածք ունենք, որ բոլոր բժիշկները պարտավոր են հոգեբան լինել, բժիշկը իհարկե հոգեբան լինել չի կարող, որտեղ հոգեբանի մասնագիտությունը իրականում լրիվ այլ մասնագիտություն է։ Բժիշկը պետք է լինի սրտացավ, պետք է փորձի մաչելի տարբերակով հիվանդների հետ աշխատել, փորձի իր ապրումակցման հաշվին օժանդակել հիվանդին։ Ինչ վերաբերում է ձեր նշված օրինակում, գոյություն ունի կլինիկական հոգեբան հասկացողությունը։ Ցավոք սրտի Հայաստանում դեռ կլինիկական հոգեբանության ինստիտուտը, եթե կարելի է այսպես ասել, դեռ այդքան էլ զարգացած չի, որպեսզի այդ համագործակցությունը լինի շատ ավելի սերտ, որպեսզի առողջական այլ խնդիր ունեցող մարդիկ, ովքեր որ կարող են ունենալ հիվանդության պատճառով նաև հոգեկան ոլորտի խնդիրներ, դիմեին հոգեբանին։ Ամեն դեպքում մեր իրականությունը այնպիսին է, որ նյարդաբան, հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբույժ, այսպես կոչեցյալ տաբու մասնագետներն են ու անգամ այդ մարդկանց դիմողների նկատմամբ մի փոքր խտրական են վերաբերվում։ Իսկ ձեր ասածը նախորդ հարցին եթե միացնեմ, ունենք բավականին հետաքրքիր կլինիկական հետազոտություններ, մասնավորապես եվրոպական մի քանի երկրում բազմակենտրոն կատարված հետազոտություններ, որտեղ որ պսորիազով հենց նույն պսորիազով հիվանդ մարդկանց հետ, ում հետ որ բացի մաշկաբանից աշխատել է նաև կլինիկական հոգեբան, նրանց ռեմիսիան շատ ավելի երկարատև է տևում, սրացումների միջև ժամանակը ավելի մեծ է լինում, սրացումները շատ ավելի մեղմ են արտահայտվում։ Հուսանք թեկուզ նմանատիպ հաղորդաշարների հաշվին մեր հասարակությունը մի փոքր ավելի լոյալ կլինի եւ ավելի իրազեկված կլինի եւ կլինիկական հոգեբանի ինստիտուտը շատ ավելի որի անհրաժեշտություն ունենք, շատ ավելի կարճ ժամանակներում կայուն հիմքերի վրա կվտարնա։ Շնորհակալություն։ Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է համարվում։ Եվ ամենածանր։ Եվ ամենածանր, այո։ Եվ ճիշտ է արդյոք, որ այն սերտորեն կապ ունի նյարդավորման, նյարդային համակարգի հետ, այսինքն արդյոք ստրեսները կարող են ազդեցություն ունենալ մաշկային հիվանդությունների պարագայում, ստրեսը, լարվածությունը, նյարդային ֆոնը կարող է նպաստել, որ արտացոլվի դա մաշկի վրա մարդու։ Փորձեմ համակարգված պատասխանեմ։ Հաշվի առնելով, որ ամենամեծ ու ամենամեծ մակերեսով եւ ամենամեծ ծավալով օրգանն է, իսկ այդ օրգանում միանշանակ մենք ունենք բազմաթիվ նյարդեր։ Թե զգացող, թե շարժիչ նյարդեր, զգացողներն են իրենց հերթին տաքը, սառը, հպումը, շփումը, ցավը, քորը։ Ինքն ինքնըստինքյան պետք է մաշկում ունենանք շատ նյարդային վերջույթներ։ Դա մեկ։ Երկրորդը, եթե սաղմնային կյանքով նայենք, սաղմնային կյանքում մեր նույն սաղմնային թիթերից ձևավորվում է թե նյարդային համակարգը, թե ձևավորվում է մեր մաշկը։ Այսինքն տրամաբանորեն հաշվի առնելով, որ նույն թիթերից են զարգացել, սաղմնային թիթերից են զարգացել, իհարկե անմիջականորեն կապ ունենալու են։ Ու երրորդը, եթե հիվանդությունները մաշկաբանական փորձենք դասակարգենք, մենք ունենք առանձին խումբ հիվանդություններ, որոնք որ կոչվում են նեյրոդերմատոզներ, այսինքն այդ խմբի մեջ մտնում են այն շարք հիվանդությունները, որոնց որ թե էթիոպաթոգենեզ, այսինքն պատճառական կապի, թե ընթացիկ նրանց սրացումների համար մեծ նշանակություն են ունենալու նյարդային ծագման որոշակի խնդիրներ։ Ինչպես նաև քիչ առաջ մենք խոսեցինք հոգեբանական ասպեկտների վերաբերյալ, անգամ ակտիվ զարգացող միջուղ ունենք մաշկաբանության մեջ, որը որ կոչվում է դերմատոփսիխոլոգիա։ Այսինքն թե մաշկաբանական խնդիրները ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու հոգեհուզական կյանքի վրա, եւ թե հակառակը հոգեհուզական ինչ խնդիրներ կարող են լինել, որոնք կարող են հենց անդրադարձ լինել մաշկի վրա։ Շատ հետաքրքիր է, ինչ երբեք թույլ չէիք տա, որ անեն ձեր երեխաները։ Բժիշկ դառնային։ Իսկապես։ Իսկ առողջապահական տեսանկյունից եթե վերցնենք, ինչ չի կարելի, տաբու է, դա բացառվում է, որ ձեր երեխան կարող է դա անել։ Առողջապահական տեսակետից։
Թե սեփական երեխաներին, թե աշխատանքի ընթացքում այլուց երեխաների հետ աշխատելուց միշտ փորձում եմ մի գաղափար տեղ հասցնել, որ կյանքում ունենք երկու ներդրում, որը միշտ արդարացված է լինելու ու ռիսկերը մինիմում են լինելու։ Դա ներդրումն է գիտելիքների մեջ, մյուսը ներդրումն է սեփական առողջության մեջ։ Ոչ թե պետք է ասել ինչ չպետք է անել, հաշվի առնելով, որ այդ չպետք են այս պահի մասին է խոսքը լինելու, իսկ ժամանակի ընթացքում փոփոխվող պայմանների դեպքում այդ չպետք են կարող է նաև պետք լինի։ Այստեղ ավելի ճիշտ պետք է լինել ասել ինչ պետք է անեն։ Իսկ առողջության մեջ ներդրումը սկսվում է ամենակարևոր բաներից՝ առողջ վարքից, այն բոլոր պրիվիչկա հայերենից կլինի։ Սովորություններ։ Այն բոլոր սովորություններից, որոնք որ առողջ սովորություններ են ու կարող են ամրապնդել մարդու առողջությունը իր հետագա 70, 80 կամ 100 տարվա ընթացքում։ Սկսած ատամների խնամքից ու վերջացրած 8 կամ 10 ժամվա քունը կախված երեխաների տարիքից։ Հետաքրքիր է, ինչ հետաքրքիր եւ անհավանական բացատրություն եք լսել բուժառուից կոնկրետ իր խնդրի վերաբերյալ։ Ցանավորումը անցավ ձեր սենյակից, ձեր հիվանդանոցի այցելությունից հետո։ Առանց բուժման։ Առանց բուժման։ Այսինքն դա հոգեսոմատիկա է կարելի համարել նույն ձևով, թե ինքնա աուտոտրեյնինգ է, պլացեբո էֆեկտ կարող է։ Ցանկար, հենց որոշեցինք, որ պետք է գանք բժշկի։ Վախեցավ ցանը բժշկից եւ անհետացավ։ Մենք այդպես աշխատանքային պլան ենք կազմում, թե պարբերաբար որ օրը պետք է այցելի, որպեսզի հիվանդությանը այսպես կոչեցած վախացնենք։ Շատ հետաքրքիր է։ Եվ արդյոք ձեզ մոտ ձեր այցելուները գալիս են արդեն Google-ով ախտորոշումը իրենց համար կամ ChatGPT-ով իրենց համար դրված ախտորոշված գալիս են եւ փորձում են ձեզ պատմել կամ բացատրել կամ ուղղություն տալ բուժման հետ կապված։ Շնորհակալություն, որ Google-ից բացի արհեստական բանականություն էլ օրինակ բերեցիք, դա ժամանակին էր Google-ը, հիմա Google-ին միացել է նաև տարբեր տեսակի արհեստական բանականությունը, պետքա գործիքներին նայել որպես գործիքներ։ Սիրում եմ միշտ օրինակ բերել մուրճի օրինակը։ Մուրճը կարող է ժամագործի ձեռքում լինել, կարող է դատավորի ձեռքում լինել, կարող է նյարդաբանի ձեռքում լինել, կամ ինչ-որ քարհատի ձեռքում լինել։ Ամեն դեպքում մուրճը լինում է մուրճ։ Ուղղակի տարբեր կշռի ու տարբեր մատերիալներից սարքած։ Բայց որպես այդպեսի գործիքը մնում է նույն տեսակի գործիք, որը որ ֆիզիկական ուժը գործադրման պետք է ինչ-որ մի բան ստանալ։ Այո։ Նույն առումով էլ մեր արհեստական բանականությունը իրենից ընդհանրապես ներկայացնում է գործիք։ Այսինքն գործիքից օգտվելու հմտությունների մասին է խոսքը լինելու։ Միանշանակ թեկուզ առաջին կամ երրորդ կուրսի բժշկական համալսարանի ուսանողը շատ ավելի հեշտությամբ ճիշտ իր պրոմպտները կարող է կազմել եւ նույն արհեստական բանականությունից շատ ավելի իրականությանը մոտ փաստահեն ինֆորմացիա կարող է ստանալ, քան երկար տարիներ քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդը։ Որոշ դեպքերում, երբ որ հիվանդի հետ աշխատում ենք, փորձում ենք այդ ինֆորմացիան մենք իրենց տրամադրել։ Թե նույն հղումներով, թե որոշակի գործիքներ նույն արհեստական բանականությունը որպես գործիք կարելի է օգտագործել հիվանդին հիշեցնելու դեղերի ընդունման կարգը։ Այո։ Կամ երբ որ ունենք մի քանի հիվանդություններ, որոնց դեպքում ունենք բազմաթիվ դեղորայք, որ պետք է օգտագործի, նման դեղորայքի իրար հետ համադրելությունը այդ գործիքները կարող է օգտագործել թե որպես բժիշկը, թե կարող է օգտագործել պացիենտը, բայց անգամ բժիշկը, երբ որ օգտագործում է արհեստական բանականություն, դա ընդհանրապես գործիք եւ ինֆորմացիա, ամբողջ պատասխանատվությունը լինելու է բուժում իրականացնող բժշկի վրա։ Այո։ Ցավոք սրտի ունեցել ենք դեպքեր, երբ պացիենտը ոչ ճիշտ պրոմպտի կամ ոչ ճիշտ, այլեն ասած, Google-ելու արդյունքում ստացել է իրարամերժ ինֆորմացիա, որը որ տրվել է օֆիցիալ բժշկության կողմից։ Նման դեպքում ստացվում է, որ բժշկի աշխատանքը ել ավելի է ծանրանալու։ Խոչընդոտում է աշխատանքի։ Մի հատ ինֆորմացիոն աղբը պարտավոր ենք լինելու, դրանք մաքրած լինել, հետո այդ ինֆորմացիոն աղբը
փոխարինել փաստահեն, ապացուցահեն բժշկության կանոններին համապատասխան ինֆորմացիայով։ Այսինքն խորհուրդ չի տրվում, տեղեկացված լինելը լավ է, բայց ինքնուրույն բուժվել ամեն դեպքում թեկուզ ժողովրդական մեթոդներով, հա, ինքնուրույն բուժվել որպես բժիշկ, հա, ինչ խորհուրդ կտակ առհասարակ, ինչու չի կարելի ինքնուրույն բուժվել, օրինակ, չգիտեմ, նույն երիցուկը, նույն յոդը, նույն սպիրտը, որոնք որ շատ դեպքերում տարածված բնույթ է կրվում, հա, մարդիկ ցանի պարագայում անմիջապես փորձում են տարբեր քսուկներով կամ հորմոնային անգամ քսուկներով ինքնակամ առանց բժշկի նշանակման բուժել, այ ինչու դա չի կարելի անել, ինչ վտանգ կարող է լինել։ Այնքան բազմաշերտ ու բազմածավալ հարց ձևակերպեցիք, փորձեմ տենց համակարգված։ Ինքնաբուժում, գծիկ, ժողովրդական բուժում ու դրա վրադիր գիտահեն ապացուցողական բուժում։ Հիմնական կարևոր ռիսկի գործոնը այստեղ կանում է նրանում, որ երբ որ բուժումը կազմակերպվում է փաստահեն գիտական, այսինքն այն տարբերակով, որը որ ժամանակի գիտական հետազոտությունների արդյունքում, մեծածավալ հետազոտությունների արդյունքում ունի բավականին լավ գիտական հենք, այդ դեպքում անգամ մենք ունենալու ենք կողմնակի երևույթներ, ռիսկի գործոններ, հնարավոր բարդություններ։ Երբ դա բուժումը իրականացում է բժշկի կողմից, հնարավոր կողմնակիները, բարդությունները, այդ ռիսկերը պետք է մինիմալիզացվի բժշկի կողմից։ Ինչ վերաբերվում է ժողովրդական բուժման կամ ինքնաբուժման արդյունքում, մենք չենք կարողանալու անգամ դոզայի հետ կապված չենք կարողանալու ճիշտ դոզավորում ստանալ։ Լավագույն օրինակը վիտամին C-ի եւ վիտամին C-ի բուսական այն պրեպարատները, որոնք որ շատ հաճախ օգտագործվում են։ Մենք գիտենք վիտամին C-ի մի դեղահաբի մեջ քանի միլիգրամ ունենք վիտամին C-ի ազդող նյութը, գիտենք օրգանիզմում ինչքան ժամանակ է մնալու, ինչ գործ է անելու, ինչքան ժամանակից է իր ազդեցությունը նվազելու։ Դրանից բխելով դրա հաջորդ հաբը ընդունելու ժամանակն ենք որոշելու։ Իսկ հիմա պատկերացնենք մենք ունենք ծառի կեղև կամ ինչ-որ մի հատ բույս, որի տերևների մեջ ունենք վիտամին C-ի քանակություն։ Դե ի սկզբանե հենց վիտամին C-ն այդ բույսերից էլ ստացել ենք։ Բնականաբար։ Ծառի կեղևի այս հաստությամբ, ասենց մեծ մակերեսով, որտեղ աճած, երբ հավաքած, ինչ չորացրած, պայմաններում չորացրած ու ինչքան թերման դեպքում ես կարող եմ ստանալ այն քանակությամբ վիտամին C-ն, որը ինձ պետք է լինելու։ Անհրաժեշտ քանակի վիտամին։ Արդյունքում ստացվել է, որ ժողովրդական կամ բուսաբուժության հիմնական խնդիրը կայանում է, որ դոզան չենք կարողանալու վերահսկել։ Կա լինելու է շատ քիչ, որը լինելու կամ ժամանակի կորուստ, կամ լավագույն դեպքում համով թեյիկների ձևով, բայց որևիցե ազդեցություն չի լինելու, կամ ունենալու ենք գերդոզավորում ինտոքսիկացիայի բխող կողմնակիների բխող երևույթներով։ Ու ամեն դեպքում պատասխանատվությունը պետք է լինի այն մարդուն, ով որ գոնե այդ ամեն ինչի վերաբերյալ ունի ակադեմիական կրթություն։ Գիտելիքներ, այո։ Ինչու է բուժառուն ամաչում գալ մաշկաբանի մոտ եւ թողնում ամենավերջում, հա, այդ խնդիրը, այսինքն փորձում եք հողարկել, օրինակ թեթև օրինակ մի հարց, սնկային հիվանդություն ունի մարդը եւ ամեն դեպքում քողարկում է, պահում է, չգիտեմ, ամեն բան անում է, բայց ոչ դիմում է պրոֆեսիոնալ բուժման համար։ Ինչու է դա այդպես մեր հասարակության մեջ։ Պացիենտների դիմելության հետ կապված նամանավանդ մաշկաբանական տեսակետից բոլոր երկրներում այդ երևույթը ունենք, միշտ է փորձում ենք կարող է ինքնուրույն անցնել։ Այո։ Կամ կանցնի կամ չի անցնի։ Մաշկային խնդիրները սովորաբար մաշկային ծածկույթի վրա են լինում։ Իսկ մաշկային ծածկույթը տեսնելու համար այդ մաշկային ծածկույթը պետքա երևա։ Եթե երևում է աշխատանքային պայմաններում, ուսման process-ում կամ այդ մարդու առօրյա կյանքում, դա քննարկեցինք, որ կարող է բերել կյանքի որակի նվազման։ Իսկ պատկերացրեք, որ հիվանդը իր ցանավորումը, որ տեղակայված է լինելու մարմնի այն հատվածներում, որտեղ որ ինտիմ բնույթի են կրում, դեկոլտեի հատվածում կամ որտից մի փոքր ներքև հատվածում, արդեն մենք ունենալու ենք այդ այսպես կոչեցյալ ամոթի զգացողությունը։ Ինչպես նաև շատ ունենք միֆեր տարածված, որոնք որ մաշկային հիվանդությունների
բնույթից ելնելով, որ այս հիվանդությունները ունեն ինչ-որ վարքագծային ծագում, հանկարծ ու հանկարծ ամոթ է։ Եթե այտենց մի փոքր հումորով հարցին մոտենամ, երևի ամենաշատ մաշկային հիվանդություններն են, որոնցով որ ժողովրդական ասույթի մեջ փորձում են դիմացինին վիրավորել, քոսոտ, ոչ լոկ, քյաչալ կամ մնացած այլ տարբերակներով։ Էլի հետ ենք վերադառնում այն մտքին, որ նմանատիպ հաղորդաշարերը ամենակարևոր բանը պետք է որ կարողանանք ազգաբնակչության շրջանում բժշկագիտական կրթության եւ առողջության նկատմամբ պատասխանատվությունը բարձրացնել։ Եթե այդ ամեն ինչը մենք ընկալենք, հաստատ բժշկին դիմելու ուշացման երևույթները կլիներ շատ ավելի քիչ, այսպես կոչեցյալ չարդարացված ամոթխածության երևույթը։ Ինչպես նաև ունենք որոշակի հիվանդություններ, որոնց հետ կապված ունենք լիքը միֆեր, որոնք այդ միֆերի պատճառով դեսում կա էլի չի բուժվում, խի գնանք բժշկի մոտ։ Չէ, բայց բուժվում է, չէ, բժշկ։ Իհարկե, եւ ոչ այդքան բարդ սխեմաներով, չէ։ Մի փոքր երկար կարող է տևել, բայց խնդիրը իր տրամաբանական լուծումը ունենալու։ Այսինքն կարելի է, չէ, ի վերջո առողջ ապրել եւ լիարժեք կյանք ունենալ, ընդհանրապես պետք է դիմել բժշկի։ Դիզինֆորմացիան այստեղ ավելի մեծ նշանակություն ունեցողը ուշացումների, ինչպես նաև մի փոքր այդ երևույթն էլ ունենք, եթե հայկական ասացվածն ասում է առաջ մորթուս, հետո որդուս, մեր իրականությունում իրականում այլ կերպ է, մենք մեր տնեցիքին, մեր երեխաների մասին շատ ավելի շատ ենք մտածում, սոցիալական հարցերը, կոմունալները վճարելը շատ ավելի կարևոր է, քան առողջության հետ կապված շատ կան այդպիսի վարակներ, որոնք որ կենցաղային են անցնում, օրինակ լողավազանից կամ օրինակ մարզասրահից կամ ուրիշի օգտագործած սաներից կամ այդպիսի, հա, կենցաղային, որպեսզի օրինակ մեր հեռուստադիտողը ավելի լավ պատկերացնի, պարտադիր չի վարքագծային լինի, հա, իր հիվանդությունը, այլ կարող է ընդհանրապես կենցաղային լինել այդ խնդիրը եւ գիգիենայի կանոններին հետևելով հուսափել դրանից։ Եթե վարակային մաշկախտերը փորձենք դասակարգենք, ունենալու ենք վիրուսային ծագման մաշկախտեր, ունենալու ենք բակտերիալ ծագման մաշկախտեր, ունենալու ենք սնկային մաշկախտեր։ Թե վիրուսային, թե բակտերիալ, թե սնկային մաշկախտերի դեպքում մենք որպես վարակի փոխանցման ունենալու ենք անմիջական, այսինքն մաշկ-մաշկ կոնտակտից եւ միջնորդավորված առարկաների, մասնավորապես հիգիենայի համար նախատեսված առարկաների կամ կենցաղ կոնտակտային, նույն ձեր ասած լողավազաններից, եթե բավարար ախտահանում չի կատարվել, ապա նույն իմ ոտքերի սնկային հիվանդության պարագայում ես ընկերս թողնելու եմ կերամոգրանիտի վրա, իզնից հետո հաջորդ քայլողը այդ սնկերը ձեռք է բերելու։ Եթե ունեցանք նպաստավոր պայմաններ, այդ սնկերի աճելու, ապրելու համար շատ ավելի հարմարավետ պայմաններ կլինեն եւ այլ մարդու մոտ կձևավորվի այդ սնկային հիվանդությունը։ Նույնը կարող ենք վիրուսային մաշկախտերի վրա օրինակ բերել, նույնը կարող ենք ոչ միայն անթրոպոնոզ, այլ նաեւ զոանթրոպոնոզ սնկերի մասին խոսենք, որ կարող ենք վարակվել կենդանիներից, կենդանիների խնամքից եւ այլն։ Այս պարագայում էլ պետք է ուշադրություն դարձնենք, որ համաճարակաբանական շղթան կտրվի, այսինքն ոչ միայն պետք է տարենք մի հիվանդի բուժում, այլ նաև պետք է ախտահանում կազմակերպվի, ինչպես նաև զոնոս հիվանդությունների դեպքում օգտվենք նաև անասնաբուժական ծառայություններից։ Շատ լավ։ Եվ բլից հարցեր կխնդրեմ փորձենք մաքսիմալ արագ, այո, մաշկը անմիջական կապ ունի նյարդային համակարգի հետ, ասացինք, ունի։ Մաշկը ցույց է տալիս կենսաբանական տարիքը։ Կոսմետիկ միջոցների բուրըն աճի արդյունքում կարող ենք ասել, որ ոչ։ Դուք չեք կարող հստակ մարդու կենսաբանական տարիքը որոշել նայելով դեմքին, չեք կարող։ Լավ, էկզեման ունի ժառանգական նախատրամադրվածություն։ Կարելի ասել այո։ Ստրեսը կարող է ակտիվացնել մաշկային հիվանդությունները։ Հաճախ։ Որոշ մաշկային հիվանդություններ փոխանցվում են ժառանգաբար։ Ունենք թե գենոդերմատոզներ, որ ժառանգական ծագում ունեն, ինչպես նաև քիչ առաջ էլ ասացիք, ունենք ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություններ։ Կենսաբանական թերապիան հեղափոխություն է արել մաշկաբանության մեջ։ Այո։
Երկու բառով դա ինչ է արագ ուղղակի հանդիսատեսի համար։ Ունենք մի շարք պրեպարատներ, որոնց որ բուժման արդյունավետությունը, ինչպես նաև կողմնակիների առաջանալու հավանականությունը շատ ավելի մեղմ է արտահայտված։ Միակ խնդիրը նման պրեպարատների բավականին գնային քաղաքականությունն է լինելու։ Այսինքն բարձր է դա հաշվի առնելով, որ այդ պրեպարատները մեծամասամբ օգտագործվում են քրոնիկ հիվանդությունների պարագայում, մի փոքր պետք է ճիշտ փորձել բուժումը կազմակերպել, որպեսզի բուժման, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում բուժման կարևորագույն պայմաններից մեկը դա ծախս արդյունավետությունն է, թե ժամանակի, թե ռեսուրսների, ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեկան ռեսուրսների մասին է խոսքը լինելու։ Մաշկի քաղցկեղը ամենատարածված օնկոլոգիական հիվանդություններից մեկն է։ Չեմ կարող ասել։ Արդեն կյանքին մեծ վտանգ են սպառնում, բայց տարածվածության առումով ինձ թվում է կրծքագեղձի քաղցկեղն ավելի տարածված է լինելու։ Մելանոման կարող է զարգանալ շատ արագ։ Ցավոք սրտի, այո։ Արևապաշտպան կրեմերը դրանք փրկում են ամեն բանից։ Արևապաշտպան կրեմները պետք է օգտագործել տարին 12 ամիս։ Իսկապես։ Ճիշտ այդպես։ Եթե անգամ մռայլ է եղանակը։ Դուք ինձ տեսնում եք։ Որոշ չափով այո։ Եթե մենք դիմացինին տեսնում ենք, նշանակում է, որ ունենք լույս, որը որ անդրադարձնում է դիմացինից, ընկնում է մեր աշկայի ցանցաթաղանթի վրա։ Նույն այդ սկզբունքով մենք ունենք լույս, որը որ ընկնում է մեր մաշկի վրա։ Պլյուս չենք մոռանում, որ մենք հիմնականում ապրում ենք ուրբանիզացված քաղաքում, ունենք ապակի, ունենք բետոն, որը որ մնացած ճառագայթների արտացոլում է լինելու։ Իսկ այդ պարագայում արևապաշտպանները իրականում ապացուցված են, որ ամենաաշխատող ֆոտոծերացման համար կանխարգելիչ միջոցն է։ Մաշկը կարող է ազդանշանել շաքարային դիաբետի մասով։ Ունենք մի շարք հիվանդություններ, որոնք որ շաքարային դիաբետի ժամանակ ունենալու ենք մաշկի դրսևորումներ։ Մասնավորապես կանդիդայի առաջնակի հայտնաբերման ժամանակ, որպես այդպիսին, խելացի մաշկաբանը կարող է հիվանդի շաքարային դիաբետի վաղ ահազանգը հնչել։ Պետք է արդյոք խոնավեցնել ճարպոտ մաշկը։ Խնամքի միջոցները այս պայդրությամբ շուկայում ունենք բավականին մեծ պալիտրա ու այդ խնամքի միջոցները նախատեսված են տարբեր տեսակի մաշկերի համար, իսկ այդ խոնավեցնողները, նույն ասածս արևապաշտպանները, ելի ամեն մաշկի համար նախատեսված, թե արևապաշտպաններ ունենք, թե խոնավեցնողներ ունենք։ Շատ լավ, հորմոնալ խանգարումները տեսանելի են մաշկաբանի կողմից։ Որոշ հորմոնալ խանգարումներ մաշկաբանի Եվ այսպիսի ավանդույթ ունենք, նախորդ մեր հյուրը բժիշկը ձեզ մի այսպիսի հարց է ուղղել, օրինակ եթե դուք ունենայիք հնարավորություն կենթանացնել մեկ մարդու հայտնի կամ շատ հայտնի, կարևոր չի որ ժամանակահատվածի մարդ ինքը կարող է լինել, որպեսզի զրուցեիք իր հետ, հարցեր տայիք, ում կենթանացնեիք։ Իրական կերպարի մասին է խոսքը, գրականությունից ինչ-որ։ Ոնց կցանկանաք, ոնց կկամենաք։ Իսկ ինչքան ժամանակ։ Կես ժամով։ Ժամով։ Գարեգին նշրեին։ Շնորհակալություն եւ առանց կոմենտ։ Ես ձեզ հասկացա եւ ինչ հարց կհնչեցնեիք հաջորդ մեր բժշկին։ Պարտադիր չի բժշկական նախորդ հարցից ցանկացած։ Ինչ եք սիրում ուտել։ Հետաքրքիր է։ Շնորհակալություն չափազանց հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ այսօրվա մեր հյուրն է բժիշկ մաշկաբան Արամ Շահվերդյանը։ Առողջ եղեք։